ինչքան ձյուն կա։ Սել մուտքը աստիճաններից զգուշ բարձրանանք չլինենք։ Այստեղ մուտքում էլ շկա, մուտքում էլ լավ ցուրտ է, հա։ Ոչինչ, այդքան շատ վատ վիճակում չի մուտքը։ Համատած է նախկինի հետ էլի։ Առաջներում շատ վատ էր լինում, բայց դե կարան լավ սարքին էլի։ Այստեղ իհարկե բարձրանանք ու հասնենք։ Այստեղ պատուհաններն էլ բաց են այս ցրտին։ Վերելակ չկա, բայց հարկանի շենքը։ Ուրեմն սուրճը եփեցի, տեսեցինք, որ խմենք այնքան տաք էր, Աշոտն ասեց, բերիչն ենք խանութ գանք, նոր կխմես։ Այսքան օր դուրս չի եկել, ժողովուրդ ջան, լավ փակեցի, այսինքն տեսակ դե արդեն կադրեր նկարեցի, մի րոպե ջուրն էլ բերեմ։ Լավ փաթաթվեցի, իջանք, բայց մոռացա պետք է աղբը տանեինք, թափեինք, մնաց, համեստ է վերևում բաներ կան թափելու, Աշոտ էլի դուրս եկավ, էլի մոռացանք, զանգեցի, ասում լավ ոչինչ մնամ ես դուրս գալուց։ Խանութ գնացինք, առևտուր արեցինք, ասել եմ, այդ սիտին շատ փոքր է, անցուտ արսի տեղ այդքան շատ նեղված կա էլի, անհարմար է նկարելը, դրա համար չեմ նկարել, մի բան եղավ կասայի մոտ, մինչև հիմա հիշում ծիծաղում եմ, այսա ցույց կտամ ու կասեմ։ Ուրեմն շաքարավազը կիլոյով էր, այնտեղ տուփերով ունեին, շատ մեծ տուփեր էին։ Ես հիմա կիլոյից ավել տուփեր էին, չգիտեմ, բայց այդքան շատ մեծ պետք չէր։ Այսպես տոպրակների մեջ լցրեցինք, իրանք կշռեցին, արդեն բացել եմ, Աշոտ պետք է սուրճ խմել, շաքարավազը լրիվ վերջացել էր, շաքարավազի կիլոն արժեր, համարը 700 գրամա, 305 դրամ ենք վճարել։ Այնտեղ գիտեք ինչը լավ չի, որ խանութում ասենք մի բան վերցնում ես, այս տնեմ այստեղ մի անգամից կդատարկեմ, այս ամանի մեջ շաքարավազ էր, այստեղ կլցնեմ, ինչ-որ կավելանա կդնեմ դարակում կթողեմ։ Գիտեք վատը որն է, որ ասենք ինչ-որ միրգ բանջարեղեն ես վերցնում, դու չես կարա կշռես, էլի պետք է գնաս նա ինչ-որ մեկը կշռի, այդ հեչ լավ չի։ Ինքան շատ հնդիկներ աշխատողներ կային, մի հայկին կար, որ աշխատողներից որ կշռում է, իրան հարցրի, ասում եմ, խոսում են, իրանք հայերեն, ասում է, հա, որ չխոսան, չեն կարա աշխատեն։ Չգիտես ինչից է, իմ մեղքն է ստանում է, որ տեսնում եմ այդ հնդիկներին, այդ աշխատող, ես չգիտեմ ինչի խղճից թույլ եմ շատ մեղք ստանում է։ Էլի Սևանի հացից ենք վերցրել, այն օրը ասեցի, գինն ասեցի, բայց քաշը չասեցի, չէ, ժողովուրդ ջան, ամեն ինչ ասեցի, բացի քաշից։ Նայեմ քաշը որտեղ է գրած, որ ասեմ, էսա 400 գրամ, պլյուս մինուս 3%, 400 գրամ հացը արժի, ձեզ ասել եմ են մի վիդեոյի մեջ, 250 դրամ, 250, ինչքան է, դե հիմա էլի եվրոյի պետք է վերացվի, տեսեմ կհասցնեմ նստեմ եվրոյի վերացեմ, որ դուք ձեզ ավելի հեշտ լինի։ Մի հատ հաց վերցրինք, լվացքի հեղուկ եմ վերցրել սպիտակ շորերի, բաց գույնի շորերի համար։ Այստեղ կար երկու աման, համ գունավորի համար կա, համ սպիտակի համար։ Ես մի անգամ սպիտակը վերցրի օգտագործելու ու վերջացավ, շատ քիչ էր մեջ, հիմա ես առել եմ, որ թողնեմ այստեղ, հաջորդ հյուրի համար արդեն։ Հա, գինը չասեցի, սպասեք, գինը կարևոր է։ Լավ, որպեսզի ժամանակ չկորցնեմ, ես հիմա գները այսպես չեմ նայի, բայց գները կգրեմ, դուք կկարդաք, կտեսնեք ժողովուրդ ջան։ Այս ընտանեկան նրբերշիկները վերցրինք, սրանք ահագին բարձր էին գներ, Աշոտը հաշվարկեց, ասեց գալիս է ոնց որ
12-13 եվրո նորից կհաշվեմ, որ ճիշտ գրեմ։ Այս երևի համատաբար լավն է համարվում, ես էլ չգիտեմ։ Այստեղ մաքրության համար այս շորերից եմ վերցրել։ Ինչ չէ, սեղանի շոր, բան։ Մաքրության համար թաց անձեռոցիկներ ունիվերսալ, այս դրա մասին պիտի ասեի, կասայի մոտ ուրեմն մեկ էլ ես դասավորում եմ պայսակների մեջ, դե այստեղ այս ցելոֆանի ստոպրակներն են ժողովուրդ ջան, ես իմ հետ չեմ բերել, որ բան անեմ, այդ բազմակի օգտագործման տոպրակ օգտագործեմ, ես չգիտեմ ընդհանրապես օգտագործում են թե չէ, դեք օգտագործեն երևի, բայց ամեն դեպքում չգիտեմ էլ անգամ խանութում վաճառում են թե չէ։ Ինչևէ, ես ժամանակավոր եմ, այստեղից պետք է չի որ նորից գնեմ։ Ուրեմն այս անձեռոցիկները ինքը սկան արեց, մեկ էլ ինձ ասում է մի հատ էլ վերցրեք անձեռոցիկ։ Ասի ինչի համար։ Ասում է երկու հատ եմ ասում է արել, որովհետև կրկնակի եմ սկան արել։ Ասում բայց ես չեմ ուզում։ Ասում է լավ մի րոպե կանչեմ թող կան, ասում է բան չեղել անեմ։ Հիմա ծիծաղս գալիս է ժողովուրդ, այ քեզ բան, դուք պատկերացրեք, ասենք գոնե կարա ասի, վայ, ասենք ասի, վայ, սխալ բամբ երկու անգամ եմ էլի սկան արել, կուզեք մի հատ էլ գնաք վերցնեք, գոնե այդ ձև ասի, ինձ ասում է մի հատ էլ վերցրեք անձեռոցիկ, ես էլ մտածեցի, կարող ինչ-որ ակցիա բան է, ես դրա համար պիտի երկու հատ վերցրած լինեի, ասում եմ ինչի համար, ասում է երկու անգամ եմ սկան արել, ասում բայց ես չեմ ուզում, այ քեզ բան, մինչև հիմա հիշում եմ ծիծաղս գալիս է ժողովուրդ, այ քեզ բան, հետո ինքը կանչեց, մեկ ուրիշը եկավ չեղյալ արեց, ինքը չարեց, էլի չեղյալ, չգիտեր կամ կարող է իր ֆունկցիան չեր, ես չգիտեմ։ Ուրեմն ասեցի ինչ-որ թխվածքի տիպի բան նայեմ, նայում եմ ուրեմն այդ բաժինը, իդեպ հենց այսօր կարդում եմ ձեր այդ մեկնաբանությունների մեջ, դուք ինձ գրել եք շատ շնորհակալ եմ այդ ձեր ուշադրության համար, որ գրել եք ժամկետները նայեմ, որ փոխում են, էլի էին ինձ ասել, այստեղ ասել էին, որ ժամկետները փոխում են, պատմել էին, որ առել են ճիրը, տարել, բացել են ու ворտնած է եղել, աբսուրդ է ժողովուրդ ջան, աբսուրդ, առավել ևս ժամկետները փոխել է, այդ ինչ է, այդ ձև խաբել մարդկանց, ոնց կարելի է, իրանք իրանց հեղինակության հետ խաղում են։ Ուրեմն մոտեցանք թխվածները նայում էի, թարմ թխվածների տեսականն այդպես շատ չէր, ասեցի լավ, նայեմ փաթեթավորած ինչ ունեն։ Փախլավակար, ասի երևի ես վերցնեմ։ Նայեցի ժամկետը 3 արդեն վերջացել էր ու այդպես դրված էր, լիքը բաներով դրված էր։ Լավ չէ, ձև են այդ իրանց մենեջմենտը ոնց է, ասենք եթե ժամկետը պետքա վերջանա, դնեն վերջի օրերը զեղչի տակ դնեն, մարդիկ առնեն բրսնի։ Հիմա այսինքն ինձ թվում է կդնեն երևի ժամկետները փոխեն, նորից փոխեն վաճառեն, հա, փորձեն։ Չգիտեմ։ Ինչևէ, ասեցի ինչ առնեմ, ինչ չառնեմ, որ չխաբվեմ նաև ժամկետի առումով, գավառի գաթա եմ վերցրել, իհարկե այնպես չի որ սրա ժամկետը երկար է, այսօր վերջանում է ժամկետը, բայց դե շատ չի մեջը։ Այսպես սիրուն փաթեթավորած, դժվար թե ես կարողանամ ուտեմ, որ ձեզ ասեմ, կամ գոնե հիմա փորձեի ասեի, դժվար թե կարողանամ ուտեմ, թողնենք Աշոտը կգա կուտի, կա որ կհյուրասիրեմ, կհարցնեմ կարծիք, տեսնենք լավն է թե չէ, բայց դե ենթադրում եմ, որ բանով է, քաղցրով է, ես չի լուզի ուտեի քաղցրով, շաքարավազով չի ուտի, ես իմ տնական կլոր գաթաները չեմ փոխարնում ոչ մի բանով։ Ուրեմն այս վերցրի ժողովուրդ ջան, մի հատ թթվասեր, հիմա ես դե ուտում եմ բանն էլ, այս ինչ յուղայնությունը շատ է ժողովուրդ, 18%, ուշադիր էլ չեղա տեսնեի, ավելի ցածր յուղայնությամբ կա, ես դե հիմա ինձ հեշտ է մի քանի գտալ նախաճաշի ժամանակ ուտում եմ, սրա ժամկետը, հա, մինչև փետրվարի 6-ն է։ Բանան եմ վերցրել, այսպես հատ-հատ կշռում դնում են իրանք տոպրակների մեջ։ Մանդարին 858 գրամ գինը կգրեմ, այստեղ մի քանի հատ նարինջ եմ վերցրել, նարինջները գիտեք ոնց էին, ջոկել եմ որ ձիգ նարինջներ վերցնեմ, այն որ սեղում ես ոնց որ կլեպ բան լինի, լիմոնն էլ էր այդ ձև, փափուկ մի ձև էլի, քեզ թվում է որ ես այսպես կլպես ձեռով կկլպվի, նայած որ ես նարինջը ասենք այդպես կլպում եմ էլի, մանդարինի նման մեկ-մեկ կլպում եմ, մի հատ մածուն վերցրինք, 3.2%,
Բայց թթվասերը լավ յուղոտ է, չգիտեմ էլ ավելի քիչ յուղայնությամբ կա թե չէ, ու այսպիսի կոնֆետներ ենք վերցրել, կոնֆետները հլը մի րոպե ասեմ, մի վարկյան ժողով, Պրոշենի իրիսներից է, 500 գրամի համար 2000, համարյա 700 դրամ ենք վճարել, գիտեք ինչն էր լավ այդ խանութում, այդ իրանց բոնուսային քարտերի սիստեմը լավն էր ահագին, մենք այս ընթացքում շատ էինք առևտուր արել այդ խանութից, բայց բան չունենք, հաճախորդի քարտ չունենք, հետո իրանց խորհրդով հեռախոսի վրա քաշեցինք, հետո էլ արդեն իմ հեռախոսի վրա ես չէի իջնում խանութ, իրանք էին իջնում, այսինքն չէին նվանանում, քարտը չէին օգտագործում, այսօր ես արդեն արեցի ու այսքան առևտրի համար վճարել եմ 9400 դրամ։ Հիմա սրանք տեղավորեմ, ժողովուրդ ջան, տեսնենք ինչ ունենք այդ սառնարան դնելու։ Այս սրանք բայց ես զգացել եմ, որ մենք ես հայրս սիրում ենք տնավորվել, ուր գնանք տնավորվենք, չենք, ասենք, դե չնայած բնականաբար նորմալ է, որովհետև եկել ենք այստեղ ապրում ենք, բայց սիրում ենք տեղով լավ տնավորվել, ոնց որ հիմնական եկել ենք Սառնարանի բան էլ չունենք, ճիշտ ասած հացնել էի, լավաշնել եմ սառնարան դնում, բայց այս մի հացը չեմ դնի, նայում էի փողոց, այնտեղ մի հոգի վազում էր, ինձ թվաց վազորդ, ուզում էի ուրախանայի, բայց չէ, ուղղակի մի քիչ վազեց, կանգնեց, ժողովուրդ ջան, տեղավորեմ ես սրանք, Աշոտը գնացել է ընկերոջ հետ հանդիպման, իսկ ես էլ սպասում եմ իմ ընկերոջին, իհարկե դուրս գալը լավ կլիներ, իմ ընկերուհին որ եկել էր, դուք տեսաք Կարնեն իմ հարազատ ընկերուհին, ինձ հետ առաջին օրը, որ հանգեց խոսացին, առաջարկեց, ասեց գնանք կինո կամ թատրոն կամ միտեղ գնանք, ոնց կուզեի գնալ, շատ կուզեի, բայց դե այդ ձևով չէի կարա գնամ, ասեցի ափսոս, որ չեմ կարա, մնա մյուս գալուս կգնանք, թատրոն հատկապես ոնց կուզեի գնայի թատրոն ժողովուրդ, ես չեմ հիշում վերջին անգամ երբ եմ եղել թատրոնում, կամ երևի որ լավ մտածեմ կհիշեմ, 30 ավել տարի առաջ եմ թատրոն գնացել, ամոթ ասելը, բայց այդպես է։ Ինչ արած, սիրում եմ, շատ եմ սիրում թատրոն, շատ, սիրով կգնայի, ու ինչքան էլ հեռուստացույցով նայես, չես համեմատի, անհամեմատելի է հեռուստացույցով, թե գնաս նստես նայես, ամեն ինչն էլ այդպես է, չէ, անգամ համերգը լրիվ ուրիշ զգացողություն է։ Հիմա ես այս դնեմ այնտեղ ժողովուրդ, իրանց դատարկ ամանը հանեմ։ Իրանցի իհարկե ուրիշ բաներ, բայց ոչինչ էլի, հիմա կարևորը ես ինչքան գիտեմ, իրանք դե հաշվարկում են, ասենք եթե այդքան օր ես մնալու, այդքան հյուր լինելու, ասենք օրինակ 10 օրվա համար 2 հյուր ինչքան բան կօգտագործեն, այդ ձեռք դնում են։ Ու որտեվ իրանք այնտեղ զապաս ամեն ինչ ունեն, բայց ես ձեռք չեմ տալիս իրանք զապասին, ես հիմա առնում դնում եմ, բայց իմ կարծիքով ես կարամ եւ չառնեմ, իրանք գալու են նայն ինչն է վերջացել ավելացնեն, բայց դե ես չեմ բանանի, ես կդնեմ։ Մենակ մի բան եմ մոռացել առնեմ, ձեռքի օջար, հեղուկ օջարը քիչ է, բայց չի վերջացել, կմտնեմ նորից կառնեմ, այսօր չէ, բայց Էդ էլ կառնենք։ Ժողովուրդ ջան, սրանք մրգերը դատարկ եմ մրգի ամանի մեջ, վազի մեջ։ Անգամ ես լվանամ ու դնեմ։ Ես նայում եմ, թե ինչքան աղբա թափվում, սրանք այդ մոռացած բաներն են, Աշոտը մյուսիչներուց տանի, մոռացանք տանենք, թափենք։ Ժողովուրդ նայեք հլը, աբսուրդ։
Այսքան պլաստիկը խառնվում է, լրիվ խառնվում է իրար ու թափվում է, այս ինչա կատարվում, դե այս բնականաբար իրանք տանում վառում են, պատկերացրեք ինչքան վնաս է բնությանը։ Գոնե, չգիտեմ, գործարան չկա, չի աղբի վերամշակման, գիտեմ շատ թանկ բան է, բայց գոնե ներդրող գտնեն, բերեն, բացել տան, անեն, ես չգիտեմ, կարող մտածում են, անում են, կամ կարող է, ես չգիտեմ, եթե կա ուրախ կնեի, բայց եթե լիներ, ենա կառանձնացնեին էլի։ Ես ինչա, պատկերացնում եք, ինչ եկել եմ անդադետ եմ ասում, երեխեքին ասում, ապրավսուտ է, երեխեք ջան, թուղթ է, պլաստիկ է, լրիվ լցվում է այդտեղ։ Գյուղերում ապրողները առանձնացնում են բաները, այդ սննդի մնացորդները, գոնե լավ է, ասենք անասուններին, կենդաններին տալու համար, այդ մի կողմից լավ է, բայց այսքան պլաստիկը ժողովուրդ չի էլ բան լինում է սրանք, վառում են ծուխնավնաս բնությանը, չեն վառում, պլաստիկը չի մաշվում, 100 տարիներով չի մաշվում պլաստիկը, այսինքն գնում է նորից գալիս է մարդը ինքն է, ջրի մեջ, սննդի մեջ, մարդը օգտագործում այսքան պլաստիկ, շատ վատ է այդ առումով, պետք է, ես չգիտեմ, այդ մտածեն, լուրջ մտածեն, այդ շատ կարևոր հարց է, սրանք գոնե մյուս իջնելու չմոռանանք։ Մրգերը լվանամ լցնեմ ամանի մեջ, թե հացնել երևի սառնարան դնեմ, որտեղ սենյակում լավ տաք է։ Թափանձվեռոցի կտանեմ բաղնի, ես էլ կարելի է սրանց տեղը չգիտեմ որտեղ էր դրված, ես էլ մի տեղը դնեմ։ Նայր էստեղ, իրանք էլ ունեին, էստեղ դրված էլ կատարակում, ոչինչ, ես էլ ավելացնեմ, թող շեն մնա տունը, լավ էլ շեն տունը, թող շեն մնա։ Էստեղ կարծեմ էլի խնձոր պետք է ունենամ, բայց խնձոր էլ պետք չի, որովհետև վազի մեջ ահագին շատ կա, նարինջները լվանան։ Ինչքան շատ էլ ախր տոպրակներ աբերվում օգտագործվում։ Տաքշքիր է, 6 հարկանի շեյք է, բայց վերելակ չկա։ Նայք ժողովուրդ ջան, այդքան դժգոհ եք ու պատկերացրեք, թե ինչքան առևտուր է լինում, ինչքան ավելանում է։ Հետաքրքիր է, բազմակի օգտագործման տոպրակներից վաճառում են այստեղ, թե չէ։ Այնտեղ մենք օգտագործում ենք։ Այսպես կլցնեմ, ժողովուրդ ջան։ Պատկերացրեք, այսքան տոպրակներ, ինչքան դժգոհեցի ես այս տոպրակներից։ Բայց բայլես մեծ տոպրակները գոնե աղբ լցնել, այդ ձևով օգտագործել։ Ասեք տնեմ տոպրակների մեջ, ես որպես աղբի տոպրակ ես օգտագործեմ։ Դե որ չխնայենք, այստեղ մենք մեր բնությանը խնայենք, մենք հետաքրքիր է, չէ, որ ասում են ես սիրում եմ իմ հայրենիքը, էլի, ասում ես սիրում եմ իմ հայրենիքը, ոնց եմ պատկերացնում այդ սիրելը, էլի, սիրել ախր նաև այս ձևով էլ պետք է արտահայտվի, սիրելը պետք է արտահայտվի մարդկանց սիրելով, փողոցում մարդկանց մի քիչ սիրալիր, համերաշխ չէ, ինչ է բառը, համերաշխ էլ ինչի չէ, հանդուրժող լինելով պետք է արտահայտվի, թե չէ ասում են, հա, ես սիրում եմ իմ հայրենիքը, բառերով բոլորս էլ ասում ենք սիրում եմ, բայց պետք է մեկս մյուսիս հարգելով էլ սիրենք հայրենիքը, մեկս մյուսիս աշխատանքը հարգելով սիրենք հայրենիքը, եթե մարդը մարդուն չի սիրում, մարդն է հայրենիքի պետության հիմքը, մարդը մարդուն չի սիրում, էլ պետությունը կամ հայրենիքին ոնց պետք է սիրի, մարդը մարդուն պետք է սիրի, ես կհասնի շուտ։
այսպես դնենք։ Նարնջագույնը գերակշռեց, սիրուն է այսպես։ Այս տոպրակն էլ թողնեմ էլի աղբի տոպրակ ինձ։ Այն ժողովուրդ ջան, ես երևի հիմա երևի այս վլոգ այսպես վերջացնեմ, այս մնացածը հավաքեմ, դասավորեմ, ձեզ հիմա հրաժեշտ տամ, արդեն մյուս վլոգում կհանդիպենք ժողովուրդ ջան, եթե ընկերուհիս դեմ չլինի, իրան էլ կնկարեմ ու առանձին վլոգ կսարքեմ, լավ մնացեք, սիրում եմ ձեզ, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։